Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը հոկտեմբերի 3-ին հանդիպել է արտադրական վտանգավոր օբյեկտների տեխնիկական անվտանգության փորձաքննություն իրականացնող մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Մասնակցել են նաև ներքին գործերի նախարարության պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչներ։ Քննարկման նպատակը ոլորտում առկա խնդիրների, առաջարկվող օրենսդրական փոփոխությունների, հնարավոր բացերի եւ շահագրգիռ կողմերի տեսակետների ուսումնասիրությունն էր։ Ներկա օրենսդրական կարգավորումներով Հայաստանում արտադրական վտանգավոր օբյեկտների տեխնիկական անվտանգության փորձաքննությունը համարվում է հավատարմագրման ենթակա գործունեություն։ Փորձաքննություն իրականացնելու իրավունք ունեն ներքին գործերի նախարարության, տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպությունը եւ էկոնոմիկայի նախարարության հավատարմագրման ազգային կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից հավատարմագրված իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերեր։ Գործող մոդելն ունի մի շարք բացեր, որոնց մասով քաղաքականության մշակման, ստանդարտների սահմանման եւ դրանց վերահսկողության տեսանկյունից հատվածային լուծումներ են նախատեսվել։ Խնդրի լուծման եւ համակարգի բարելավման նպատակով ներքին գործերի նախարարությունը մշակել է ոլորտային ռազմավարություն, որը հանրային քննարկման է ներկայացվել iDraft.am հարթակում։ Առաջարկվում է անցում կատարել լիցենզավորման համակարգի, որի շրջանակում գործընթացի ղեկավարումը կվերապահվի ներքին գործերի նախարարությանը։ Նախատեսվում է նաև լուծարել ներքին գործերի նախարարության ենթակայության տակ գործող տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպությունը գործընթացը դարձնելով ավելի թափանցիկ եւ մրցակցային։ Քննարկվել են նաև լիցենզավորման մոդելի առավելությունները, վերահսկողական մեխանիզմների կատարելագործման հնարավորությունները, մասնավոր հատվածի ներգրավվածության սահմանները եւ շահերի բախման ռիսկերը։ Մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչները դրական են գնահատել նախաձեռնությունը, պատրաստակամություն հայտնելով մասնակցել բարեփոխումների գործընթացին եւ առաջարկել լուծումներ։ Համատեղ լուծումներ եւ գործողությունների ճանապարհային քարտեզ մշակելու նպատակով ներքին գործերի նախարարության եւ մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ նմանօրինակ քննարկումները շարունակական են։ Օգոստոսի 1-ի երեկոյան քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում հաղորդում էր տվել Փակ բաժնետիրական ընկերություններից մեկի տնօրենը։ Ըստ հաղորդման, վերջին 15 օրվա ընթացքում կոտրել են Նժդեի փողոցում գտնվող իրենց պահեստի դրամփականը եւ գողացել 10 միլիոն դրամի տնտեսական ապրանքներ։ Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզվել է, որ հանցագործությանը մասնակցել է նաեւ Արարատի մարզի Սիս գյուղի բնակիչ 23-ամյա մի երիտասարդ իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով։ Հոկտեմբերի 1-ին նա ձերբակալվել ու տեղափոխվել է բաժին։ Ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Ըստ նախնական տվյալների հանցագործությունը տեղի է ունեցել հուլիսի 30-ին առավոտյան ժամը 5-ին։ Բացի վարորդից մասնակցել է եւս 2 հոգի, որոնք Շենգավիթի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ ներկայացել են բաժին։ Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 6-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5487 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 185 ավտոմեքենա։ Մասնավորապես հայտնաբերվել է ոչ ստապ 192 վարորդ առանց վարորդական իրավունքի վկայականի 264 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված 32, կեղծ հաշվառման համարանիշով երթևեկող 1, չամրակապված վարելու 1463, առանց մանկական նստատեղի Car-City 20, վարելու ընթացքում ծխելու 491, վարելի սեռախոսից օգտվելու 341, հետիոտնի որ սահմանված վայրով անցնելու 233 եւ 1660 այլ իրավախախտում, 154 մեքենա շահագործվել է առանց ապա պայմանագրի, 212-ը տեխնիկական զննություն չանցած, 91-ը լուսարձակների անսարկությամբ, 88-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով։ Բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 76 անձ։ Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 15496 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 281 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ ստապ 212 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 474, կեղծ վարորդական վկայականով երթևեկող 3 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված 65, չամրակապված վարելու 3960, առանց մանկական նստատեղի Car-City 195, վարելու ընթացքում ծխելու 468, վարելի
Բացի հեռախոսից օգտվելու 683, հետիոտնի, որ սահմանված վայրով անցնելու 80, արագության գերազանցման 2582 եւ 4052 այլ իրավախախտում, 438 ավտոմեքենա շահագործվել է առանց ապա պայմանագրի, 1054-ը տեխնիկական զննություն չանցած, 933-ը լուսարձակների անսարկությամբ, այդ թվում 34 բեռնատար, 202-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 45 անձ։ Քաղաքացիներին մատուցվող ծառայություններն առավել որակյալ եւ հասանելի դարձնելու նպատակով ներքին գործերի նախարարությունը շարունակաբար լավարկում է հանրային ծառայությունների մատուցման գործընթացը, այն դարձնելով առավել մատչելի եւ քաղաքացիակենտրոն։ Այդ համատեքստում ներքին գործերի նախարարությունը, բացի օրենսդրական ու գործնական դաշտի բարեփոխումներից, ուշադրություն է դարձնում նաեւ աշխատակիցների հմտությունների ու գիտելիքների կատարելագործմանը։ Հաշվառման քննական ծառայությունների մատուցման թույլտվությունների եւ լիցենզավորման վարչության աշխատակիցներն առաջին անգամ վերապատրաստման դասընթացներ են անցնում։ Մասնագիտական գիտելիքների կատարելագործումը նպաստելու է ոլորտում առկա խնդիրների վերհանմանն ու արդյունավետ լուծմանը։ Վերապատրաստման դասընթացները մեկնարկել են սեպտեմբերի 22-ից։ Երևանի, Կոտայքի, Լոռու, Արարատի եւ Արագածոտնի հաշվառման քննական ստորաբաժանումների աշխատակիցներն արդեն իսկ մասնակցել են վերապատրաստման երրորդյա դասընթացի, որին հետևել է ներքին գործերի նախարարության կրթահամալիրի ռեկտոր Մանուկ Մուրադյանն ու հաշվառման քննական ծառայությունների մատուցման թույլտվությունների եւ լիցենզավորման վարչության պետ Արարատ Թևոսյանը։ Վերապատրաստման ծրագիրը ներառում էր 3 հիմնական ուղղություն, որոնք միտված էին ամրապնդելու աշխատակիցների մասնագիտական գիտելիքներն ու զարգացնելու հմտությունները։ Առաջին հատվածը մաքուր իրավական գիտելիքների տրամադրում, խոսքը վերաբերում է ոլորտի վարչարարության հիմնահարցերին, մասնավոր իրավունքի հետ կապված հարցերին, երկրորդ հատվածը նեղ մասնագիտական վերապատրաստման ցիկլն է եւ երրորդ ներքին գործերի նախարարության հանրային ծառայություններ մատուցող հատվածի հաղորդակցության հմտությունների բարելավումն է։ Հաշվառման քննական ստորաբաժանումների գործունեության համակարգման բաժնի գլխավոր մասնագետ Հրաչիկ Ղազարյանի խոսքով վերապատրաստման հիմնական նպատակը գործառութային պարտականությունների վերաբերյալ գործող օրենսդրության պահանջների իմացության կատարելագործումն ու օրենքների, ենթաօրենսդրական ակտերի կատարման ժամանակ տարընթերցումների բացառումն է։ Նպատակներից մեկն էլ տարածքային ստորաբաժանումների կողմից իրենց ամենօրյա գործառութային պարտականությունների իրականացման ընթացքում միատեսակ վարչարության կիրառումն է։ Դասընթացի ընթացքում ծավալվել են նաև ակտիվ քննարկումներ։ Մասնակիցները ներկայացրել են հաշվառման քննական ստորաբաժանումներում կիրառվող ընթացակարգերն ու մեթոդները, բացահայտել առկա խնդիրներն ու առաջարկել դրանց լուծման ուղիներ։ Հաշվառման քննական ստորաբաժանումների աշխատակիցների մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները զարգացնելուն միտված վերապատրաստման դասընթացները շարունակական են լինելու, խթանելով հանրային ծառայությունների մատուցման որակի բարձրացմանը։ Կյանքն անգին է։ Ամրագոտին կյանքեր է փրկում։ Ամրագոտին կյանքեր է փրկում։ Ամրակապրիլ։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին Կյանք է փրկում։ Վարորդները պարտավոր են կապույտ գույնի առկայծող փարոսիկ եւ ձայնային արձանշան միացրած շտապօգնության մեքենաների մոտենալու դեպքում զիջել ճանապարհը նրանց անխոճոդոտ անցումն ապահովելու նպատակով։ Ճանապարհը չզիջելը առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի 20 ապատիկի չափով 20,000 դրամ։ Իսկ զիջելու ընթացքում որևէ իրավախախտում կատարելը այլ հնարավորության բացակայության պայմաններում վարչական պատասխանատվություն չի նախատեսում։ Զիջիր ճանապարհը, րոպեն կարող է կյանք արժենալ։